Սրքորեն բեղում մի մանուկ ծնվեց զորվալ է սխում նա հետո պիտի դառնա պատանի և երիտասարդ և այր իմաստուն անբախտ մարոյին լացով սպանի մեր հառաչանքը ասցնի Աստծուն մռմուրից դալված նրա բերանով Սարոյինան պիտի ող պասի մսրազորքի հետ Դավիթը խոսի դիքորը կանչի էստի համեցել նա պիտի երգի ինչ է կանեցել իր մոխրակալած հրակես հոգին և որքան տրտում նույնքան կենսանին տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր 1869 թվական Լոռու մարզ դսեղ գյուղ բոլորն էլ գիտեն խոսքը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մասին է որ հանճար են իս աշխարհ բերել, ծնված օրվանից նրան յուրահատուկ մոտեցում էին ցուցաբերում, օրորոցում նրան չէին ճոճում, ասում էին, թող միտքը միշտ պայծառ մնա, չորորվի։ Դժվարությամբ է հավաքել երբևէ վերջի լուբաներով 2000 գիրք ուներ, որից 200-ը վերցրել ու հետ չէր վերադասրել, կյանքի վերջին վայրկյաններին էլ զավակներին հորդորել է, գրադարանը լավ պահել։ Հովհաննես Թումանյանը ստեղծագործել է իր կյանքի գրեթե ամբողջ ընթացքում։ Գրել է բոլորի համար, ամենափոքրերի և ամենամեծերի, պատանիների ու երիտասարդների, կանանց և տղամարդկանց համար։ Գրել է հասարակ ու պարզ լեզվով, բայց խորն ու բովանդակալի, հեքիաթներից մինչև քարյակներ, բանաստեղծություններից մինչև պոեմներ, բոլորն են ուսուցողական, տպավորիչ ու հիշվող։ Կատարել է թարգմանություններ, նա համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։ Անվանի գրողը այս տարի փետրվարի 19-ին լրացավ Հովհաննես Թումանյանի 46-րդ տարելիցը։ Նրա ծնված օրվանից անցել էր 46 տարի, բայց նա ապրում է մեր սրտերում և հոգիներում։ Նրա թողած ժառանգությունը միշտ անհայտ է։ Այդ օրը նշանավորվում է նաև գիրք նվիրելու տոնով, երբ մարդիկ շնորհավորում են միմյանց և գրքեր նվիրում։ Հովհաննես Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում 54 տարեկան հասակում։ Նրա որդին Արեգը Եղիազարյանից կողացավ որսիստը և այն 10 տարի գաղտնի պահելով իր բնակարանում
Ավելի ուշ Թումանյանի սիրտը թաղվեց Լոռու մարզի ցեղ կողմ։ Այն բակում, որտեղ ծնվել էր այդ բարի սրտով մարդը, Հովհաննես Թումանյանը։ Ինչպես ասել է Բեգդասարյանը, Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել։ Այնքան տարավատրում ու հնչյուն են դրանք, մեր բանաստեղծներից և ոչ մեկ այնքան չի օգտագործել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը։ Իսկ այժմ կտրեք, մի գեղեցիկ կատարում, ախ ինչ լավ է, խոսք և երաժշտություն Հովհաննես Թումանյան։ Հին աշխարհը ամենուր, հազար մարդ է մտնում նոր, հազար տարվա փորձն ու գործ, սկսվում է ամեն օր։ Հեյ անգող մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, քանի
քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան, ես ջան հետ։ Դու մի անհայտ բանաստեղծ ես, չտեսնված մինչ այսօր, առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր, ես ասենք զարմանալի ընթերցող եմ բախտավոր, որ կարդում եմ այդ երգերը այսքան հեշտ ու այսքան խոր։ Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին, տանջում, տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին։ Էй անխելք մարդ, երբ պիտի թողնիս ապրողն ապրի սրտալի, երբ պիտի ապրես ու վայելես այս աշխարհը շեն ու լի։ Լիներ հեռու մի անկյուն, լիներ մանկան ուրթարքու, երազի մեջ երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկություն։ Եվ մեծ հայրենասեր, ով ապրում էր բոլորի հոգսերով, սիրում էր բոլորին։ Թումանյանն այսօր է ներկա յուրաքանչյուր հայ ընտանիքում, իր ստեղծագործություններով, իր հզոր սիրով և մեծ հոգով։ Թումանյանը առավել ճանաչված էր իր հեքիաթներով, որոնք սիրվեցին թե փոքրասակ ընթերցողների և թե մեծասակ ընթերցողների կողմից։ Այժմ կներկայացնենք Թումանյանի հեքիաթներից բարեկենդանը ժամանակակից երանգներով։ Հեքիաթ։ Ժամանակով մի մարդ ու կին էր լինում։ Այս մարդու կինը իրանք հավանելիս չեն լինում։ Մարդը կրկան է ասում շաշ, Կնիկը մարդուն։ որ ասում եմ շաշ էլի։ Շաշը դու ես շաշարդեր։ Թու, քո կնիկ ասավ ինչն եմ ասել։ Ինչ է կանգնել, պատմեք վաշ։ Ու մի օր այս մարդը մի քանի փութ յուղ ու բրինձ է առնում, բերում է տուն։ Կնիկը պատկանում է։ Ախելք մարդ 3 տար։ Ախելք մարդ 3 տար։ Շաշ, շե, աշե։ Անունը տուր, հետարցրը։ Այ մարդ, ես ինչ է։ Եղու բրինձը։ Այսքան եղուբրինձ բերել ես, որ ինչ անենք, հորդ քելեղն է, թե տաղուտ հարսանիքը։ Ինչ քելեղ, ինչ հարսանիք, բան է կենտանի համար է։ Դե տար պահի։ Տար դու էլ պարի։ Ոչ պարով հասկաչ։ Ինչ է կանգնել, պատմեք վաշ։ Այս կնիկը նստած, սպասում է, սպասում։ Սպասում է, սպասում։ Սպասում է, սպասում։
մարդ շփշվածնելով անց է կենում։ Ախպեր, հələ մի կանգնի։ Ես Հա, հենց հələ մի ար։ Ախպեր, կարող ամ բարի կենդանը դու ես։ ես կնկացամ։ Բարեկենդան եկեք, ինչ կավ է։ Դու էդ իշքան պիտի սպասենք, որ գաս քո եղն ու բրինձը տանես։ Ինչ է շղանյանը մարգուշը, ես ես դրա համար էլ եկել եմ, ձեր տան տեղն եմ ագալիս չէի գտնում։ Դե արյու տան քո եղն ու բրինձը։ Մարդը գալիս է տուն։ Գնիկը ասում է. Այ մարդ։ Իա։ Այ մարդ։ Իա։ Այ մարդ։ Որ ինչ եղել այ կնի։ Բայց չիմացար ինչ եղավ։ Բարը կենդանը եկավ, մի լավ խայտարակարի եղն ու բրինձը տվի շալակը գնաց։ Բարեկենդանը եկավ, եղնու բրինձը տարավ, բայկատունը կանվի, որ կամ գնաց։ Են, չէ են, չէ են, չէ են, Են, որ կամ գնաց։ ես ես գիտեմ որ կոն գնաց, են։ Քո կնիկ ասողը իշն եմ սը։ Ալո, բարև ձեզ, մի հատ տաքսի կուղարկեք, շատ լավ։ Ալո, բարև ձեզ, ալո։ Ալո, տաքսին տեղում է, շատ լավ քիրա։ Կիլոմետրը 500 ծրավ։ Իո։ Իո, ես ոնց են նստում, ես ոնց են նստում, Այս տարի կենդանը մտիկ է անում, այ մարդ եմ մտիկ արա։ Տեսնում են մի մարդ ձիով գալիս է, գլխի անգնում, որ այդ շաշ կրգա շաշ մարդը կլինի։
ինչ անե։ Ինչ պիտի անես, եթե ուզում ես ծիտ թողից մոտ դու էլ նա պես որ կորբազի գուլտը հասնես։ Վայ, ես ինչ լավ բան ասեցիր, թե ես գնացի։ Մին երկու երկու։ Արի! Ես Այս մարդը գնում
Որքան աշխատում, որքան չարչարվում, էլի նույն աղքատն է մնում։ Էս աղքատ մարդը որոշում է գնալ չաղ-չաղ թագավորի մոտ խորհրդի։ Այսպես ապրել չի լինի, վեր կենամ գնամ թագավորի մոտ խորհրդի։ Ասում է ու ճանապարհ ընկնում։ Ճանապարհին հանդիպում է Պոչատ աղվեսին։ Ասում է աղքատ մարդը ու ճանապարհ ընկնում։ Ճանապարհի շուկայի մոտով անցնելիս տեսնում է, թե ինչպես է հուրի մայրը իր աղջկան գովում։ Papi, 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 papi,
ես գնում եմ թագավորի մոտ խորհրդի, թե ուզում ես հարցնեմ քաղաքի պալատում իր ապեսացի ունենա ու գաղջիկա տանի, Վայ, ես ինչ լավ բան ասիրա ախպեր։ դե դու գնացեք ինձ սպասեք կրկվի բնի մոտ։ Գնում է աղքատ մարդը, ասելով Նազարի տան մոտով, լսում է մի երաժշտություն։ Լսեք, այ ժողովուրդ, գնանք ասենք թագավորին, որ երկիրը չենք ճանաչում ենք մենք Նազարին։ Ասած վերև, Նազարների չենք, ասած վերև, Նազարների չենք։ Նազարը աշխատի, աշխարհը դա պատվի, աշխարհի դա բուցավը, օշալակած տանի։ Այ կնիկ, արի տեսնեմ ես օր ինչ ես արել։ Ով, ես։ Նազար, ես ինչ կեվ ուրախություն է։ Այ, մարդ, չես տեսնում թագավոր եմ դարձել, իմ հարն ու պատիվն եմ բայնում, ուսյանից էլ դարձել եմ թագուի։ Վայ, փողեմ էդ շաշկնուխըտ։ Մի տեսնու թագավոր կմնաս, որ ես էլ թագուհի մնամ։ Ես, էս էլ իմ ավելը։ Այ մարդ, որ կնաս թագավորի մոտ, մի խորհուրդ էլ ինձ համար հարցրու։ Ինչպես անեմ, որ իմ փառն ու պատիվը ու իմ թագավորի կոչումը չկորցնեմ։ Լավ, Նազար ջան, կասեմ դու կնկա կեցրու գնայի սպասիր կրկվի բնի մոտ։ Աղքատ մարդը գնում է թագավորի պալատ, ներս է մտնում եւ ասում. Բայ լույս թագավորն ապրասկենա։ Կարող ես եկել ես կողմերով ինչ գործ ունես, ինչ ես ուզում։ Դե թագավորն ապրասկենա եկել եմ, որ ես մի խորհուրդ ասի։ Ամբողջ օրը կտրնաջանն աշխատում եմ, միևնույն դժվար կյանքով եմ ապրում։ Այ բաց, ես իբար գիտեմ, որ պետք չէ կստաջան աշխատել, այլ պետք է խելացի աշխատել։ Աղքատ մարդը պատմում է թագավորի բոլորի խնդրանքները, թագավորն է նրանց խորհուրդներ է տալիս եւ ուղարկում։ Շնորհակալ եմ, թագավորն ապրասկենա, երկար կյանք ես։ Ինչ ասես թագավոր, ասեք, հետո բաժանեմ թագավորի խորհուրդները։ Աչքը դուրս եղածի վրան միդի։ Աշխատանք դեք եղեցկացնում մարդու։ Տեսորոյով, անասենք։ Ջրի բերածը ջուրն էլ կտանի։ Իմ կուկունեք, երբ պիտի դու կարնեք թեմեք, թրջեք, գնաք, ուրախանաք։ Իա, կկուկույրիկ, քանի փոքրիկ ձակ ունես։ Երեքան ձակ, աղվես քույրի։ Աստված պահի քո ձակերին։ Շնորհակալ եմ, աղվես քույրի։ Հորիկ, ինձ համար կդառնաս իմ, ուզե դու ինձ հաջողություն բերես։ Վայ, ինչպես չի դառնա։ Յա։ Շնորհավորում եմ, երջանիկ լինեք։ Ոնց որ թե պրծա, ես էլ մնացի։ Oh ma douce souffrance, pourquoi s'acharner, tu recommences? Je suis
Sans lui, je suis un peu paro. Je déambule seul dans le métro. Une dernière danse pour oublier ma peine immense. Je veux m'enfuir, que tout recommence. Oh, ma douce souffrance. Je remue le ciel, le jour, la nuit. Je danse avec le vent, la pluie. Un peu d'amour, un brin de miel. Et je danse, 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 danse. Եվ այսպես մեր հեքիաթն էլ ավարտվեց։ Թագավորի խորհրդով, խրատներով բոլորն էլ ստացան իրենց ուզող հարցերի պատասխանները։ Եվ ինչպես բոլոր հեքիաթներում բարին հաղթեց չարին։ Աշխարհը նոր մի երգ թող հնչի, աշխարհի մանուկներին թող հեքիաթերին կանչի, մի արև եկիր կապույտ ու մոտեցի ածան, նկարվարձի հեքիաթում մեզ ընկերացան, հեքիաթում բույրերը զարդարված, հերոսներ ծանոթ ու շահսիրված, ամենավայրի ընկերներով, կգտնենք հեքիաթը մեր սիրո, հեքիաթում բույրերը զարդարված, հերոսներ ծանոթ ու շահսիրված, ամենավայրի ընկերներով, կգտնենք հեքիաթը մեր սիրո.
Միշտ հաղթի բարի, ինչպես որ Թումանյանի հեքիաթներում է։ Եվ իսուր չէ, որ մեծն հեքիաթագրին ամենայն հայոց բանաստեղծ են կոչում։ Եվ իմացեք, քանի մենք հիշում ենք Թումանյանին, ուրեմն Թումանյանը եւ իր ստեղծագործությունները դեռ երկար կապրեն։ Դու մի հավատար ժպտուն աչքերին, շատ անգամ նրանք ծաղիկներ են վար, բուսած կորստյան անդունդի ծայրին միամիտ մարդկանց քաշելու համար։ Ահա պոետն էլ պատրանքով հարբած գերվեց մի անգամ ժպտուն աչքերի, ու որքան տանջվեց, տարապեց խապված, և որքան սրտում կանգատներ ունի։ Դու շատ մի խապվի ժպտուն աչքերից, շատ անգամ նրանք ծաղիկներ են վար, ծլում են սրտի ավերակներից տխուր հատակը ծածկելու համար։ Ահա պոետն էլ, տառապած մի մարդ, որ սրտում այնքան գանգատներ ունի, բայց հաճախ այնպես ժպտում է զավարթ, ասես թե քեզնից բախտավոր լինի։ Չէ, դուք չեք մերել, դուք հավերժ եք։ Ես պիտի ասեմ, որ դուք այս անգամ ևս հաջողեցիք և ձեզ համար նախապես ստեղծած այն բարերը նույնիսկ գերազանցեցիք ու հաղթահարեցիք։ Ուզում եմ բոլորն ծափահարենք մեր Թումանյանը եղել է, կա և մնալու է մեր սրտերում, մեր հոգիներում և ճիշտ այնպես է մնալու, ինչպես դուք ներկայացրեցիք, նրա մտքի և գրչի գոհարները բոլոր ժամանակների համար արդիական են։ Ինչքան էլ ուզում է ժամանակները փոխվեն, միևնույնն է իրենց խրատների պահանջը մեկ կաթիլ ջրի նման ծառաբահագեցնող է և մեզ բոլորիս պետք ենք անել։ Ես շնորհավորում եմ նաև ձեզ, դուք կարողացաք ձեր ուսուցչուհու մտքի արդյունքում, ստեղծագործական մտքի արդյունքում առաջ եկած գաղափարը կյանքի կոչել։ Ու այսօր որքան էլ որ զարմանալի է, նույնիսկ իրենց տարիքային առանձնահատկությունից ելնելով ես նկատեցի, որպես մարդ, որպես մանկավարժ, ամեն մեկը ձեր դերի մեջ ապրում է։ Ու սա շատ կարևոր է։ Դուք զգացել եք այսօրվա միջոցառումը և ոգով, և մտքով, և սրտով։
վստահ եմ, ձեր ամբողջ կյանքում այսօրը դուք չեք մոռանալու։ Եվ եւս մեկ անգամ պիտի ընդգծեմ ու նշեմ, որ սա այն ամեն ինչ, որ դուք ունեք, ձեր ուսուցչուհու, մեր հարգարժան, պատվարժան ուսուցչուհու աշխատանքի արդյունք է։ Շնորհավորում եմ ձեզ եւ եւս մեկ անգամ ձեզ շնորհավորում եմ Երևանյան եւ ասում եմ շնորհակալ։ Առիթից օգտվելով, քանի որ բավը հաստատ ես այս առիթը չեմ ունենա, ուզում եմ շնորհավորել մեր աղջիկներին, մայրերին, կանանց մարտի 8-ի եւ կանանց մեկամսյակի գալիք մեկամսյակի արդի ցանկանալ առողջություն, երջանկություն, հաջողություն եւ ամենայն բարի։ Թող որ վայելեք ձեր կյանքում եղած բոլոր իրադարձությունները այնպես, ինչպես կցանկանաք եւ ինչպես կամենայք ինքներդ։ Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում։ Այսքան հնարավորություն, այսքան հնարամտություն, որ դուք ունեք, եւ այսքան կարճ ժամանակահատվածում դուք այսպիսի հրաշք միջոցառում ներկայացրիք, հարկ պատիվ ձեզ։ Եվ ձեզ սիրելի երեխաներ ջան, որ դուք այդքան վարպետորեն կարողացաք Երևանի մտահղացումները ի ցույց դնել ձեր հանդիսատեսին։ Իսկ մեր Հեղանի, Նազանի պարուհիները իրենց նազանքով, իրենց հայեցիությամբ զարմացրին, թե ինչքան ճկուն ու հեզ են պարում, ապրեք միշտ այդպիսի գեղեցիկ հայրույթներ մնացեք, որ մեծանակիր ձեր սերունդի նման նազանքով ու քնշակով դասիրակեք։ Իսկ միջոցառման բովանդակությանը անդրադառնամ Երևանյան ջան, դուք այսօր ինձ ապացուցեցիք, որ ես իմ մասնագիտությունը սխալ չեմ մտնում։ Գրականությունը կյանքի հայելին է, գրականությունը արվեստ է, գրականությունը ամեն ինչ է։ Աչքի նման պարզ, աչքի նման բարդ, աչքի նման թափանցիկ։ Իսկ մեր մեծ բանաստեղծը հայոց լեռների ճայթկաց հրապուխ է, որի թղրտոցը դարեր կսասանի։ Ապրեք դուք, ապրենք Թումանյանով, կրթվենք Թումանյանով, սովորենք